Ինչ է հայտնի ձեզ Մեղրի եկեղեցիների մասին։ Ցավոք սրտի Մեղրի թե քաղաքի, թե շրջանի եկեղեցիների մասին շատ տեղեկություններ պահպանված չեն։ Թեև Մեղրի շրջանը հարուստ է եկեղեցիներով, Մեղրին ունի 4 եկեղեցի, որոնցից 3-ը կանգուն, 1-ը խոնարհված, որոշ տեղեկությունների համաձայն նույնիսկ 5 եկեղեցի է եղել Մեղրիում, բայց այս պահին կանգուն են 3-ը, գործող են 3-ը, 1-ը խոնարհված է։ Այդպես հիմնական իրենց կառուցման թվական թվագրված է 17-րդ դար, գրեթե բոլորինը, թեև ավելի հին շրջանում են հիմնվել եկեղեցիները, որովհետև երբ որ անապաստանած վանքի վերանորոգման աշխատանքներն էին կատարվում, այնտեղ պեղումների ժամանակ նույնիսկ 12-13-րդ դարի այդպես թե շարակնոցի հատվածներ, թե եկեղեցական սպասքի մասունքներ գտնվեցին, ինչը խոսում են մասին, որ եկեղեցին ավելի հին է։ Բայց հիմա կոնկրետ բոլորը թվագրված են 17-րդ դար, օրինակ Սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 1672-73 թվականներին, Փոքր Թավի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին նույն 17-րդ դարի, բայց արդեն առաջին կեսի կառույցը եւ անապաստանած վանքն էլ այդպես հստակ թվական չկա, բայց էլի 17-րդ դար է թվագրված։ Թեև սովորաբար, եթե նայում ենք մեր հայկական եկեղեցիները տարբեր շրջանների, ունենում են արձանագրություններ, թե ով է կառուցել, ով է ճարտարապետ եղել, ով է հովանավորել, բայց Մեղրիում չունենք այդպիսի եկեղեցիներ, որ ունենան արձանագրություններ, բայց Մեղրի եկեղեցիները իրենց որմնանկարներով են տարբերում, որ որմնանկարների տակ կան արձանագրություններ, թեև որմնանկարները ավելի ուշ շրջանի են, 1840-ականների որմնանկարները, եւ այնտեղ կան, որ ով է պատվիրատուն ու հիշատակի համար է այս որմնանկարը, եւ որ թվականին է կատարվել որմնանկարը։ Սա է եկեղեցիների մասին մեր ունեցած այդպես շատ թե քիչ տեղեկությունները, որովհետև ավել տեղեկություն չի պահպանվել։ Ինչի կարիք ունի եկեղեցին այսօր նման ժառանգությունը պահպանելու համար։ Եկեղեցին այսպես նյութականից առավել կարիք ունի մարդկային աշխույժ ներկայության հարկից ներս, իր կամարներից ներս, հատկապես երիտասարդների ներկայությունը իր կամարներից ներս, որովհետև եթե եկեղեցին այցելու չունեցավ, հատկապես երիտասարդները իրենց քայլերը չուղղեցին դեպի եկեղեցին, միայն պատերը այսպես թե այնպես վաղ-թե-ուշ պիտի քայքայվի, վաղ-թե-ուշ պիտի փլուզվի, բայց երբ որ ներսում մշտապես աղոթքը հնչեց, մշտապես հավատացյալի ներկայությունը եղավ, այդ եկեղեցին միշտ պահպանվելու, այդ սրբությունները միշտ պահպանվելու են եւ միշտ կանգուն են մնալու։ Հարցը ինչ կոչ եք անում մեր սերնդին այս առիթով։ Շատ բան։ Կոչս պիտի լինի, որ հավատարիմ լինենք մեր արժեքներին, հավատարիմ լինենք մեր ինքնությանը, ամուր պահենք մեր սրբությունները, մեր արժեքները, մեր հայի տեսակը յուրահատուկ է։ Այն արժեքները, որոնց շնորհիվ մենք դարեր շարունակ անգամ պետականություն չունենալու պայմաններում, երբ որ մենք գոյատևել ենք, պայքարել ենք եւ հասել ենք դրական արդյունքի, այդ արժեքները ամուր պահենք, եւ դա մեր հավատքն է, մեր լեզուն է, հայ ընտանիքն է եւ հայ դպրոցն է, որ պիտի մենք ամուր պահենք։ Այսօր ցավոք սրտի մեր միջավայրը լցված է տարբեր տեսակի օտար արժեքներով, պիտի հորդորս լինի, որ ամենից առաջ լավ ուսումնասիրենք մերը, լավ ծանոթ լինենք մեր ինքնությանը, մեր պատմությանը, որպեսզի ոչ թե մենք օտարներին յուրացնենք, այլ այնպես անենք, որ օտարները մեր արժեքները յուրացնեն, մեր արժեքներով առաջնորդվեն։
Եվ դրանով պիտի կարողանանք թե նպաստենք հավատքի զորացմանը, եկեղեցու շենացմանը, թե մեր ազգի, մեր հայրենիքի զորացմանն ու շենացմանը։ Իսկ դրա համար առաջին քայլերից մեկը պիտի լինի հավատքը, առ Աստված, հույսը, սերը միմյանց նկատմամբ, իրար հետ սիրով, մեր հայրենիքի նկատմամբ սիրով ու հոգատարությամբ, մեր արժեքների նկատմամբ սիրով ու հոգատարությամբ դեր կանենք մեզ ժառանգված արժեքների, հա, որովհետև եթե մենք մեր ինքնությունը լավ չճանաչեցինք, մեր որտեղից ենք եկել, ինչ ճանապարհ ենք անցել եւ ուր ենք գնում, լավ չիմացանք, մենք մեր ապագան պիտի մշուշոտենք։ Դրա համար հորդորս պիտի լինի ապրեք հավատքով, վանեք ձեզանից օտար արժեքներ, օտար սովորություններ, պիտի փորձենք նաև պայքարել այն երևույթների դեմ, որոնք լցված են մեր կյանք եւ փորձում են խարխլել մեր կյանքը, դրանով նաև խարխլել մեր հայրենիքի, մեր պետականության հիմքերը։ Կլինեն աղանդներ, կլինեն, չգիտեմ, տարբեր տեսակի կազմակերպություններ, որ դրսից ներմուծված են, բաժանիր, որ տիրիր սկզբունքով աշխատելու, որ մեզ բաժանեն, երբ որ 10 հոգի միտեղ հավաքված ամեն մեկս մի արժեքի կրողը եղան, այնտեղ միասնություն չի լինի, այնտեղ ուժ չի լինի, որպեսզի պայքարենք մեր ինքնության, մեր հայրենիքի, մեր արժեքների, մեր սրբությունների համար։